Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Համացանցում քաղաքացիները տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են անձրևաջրերը հեղեղել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Տեղացած հորդառատ անձրևից հետո Նոր-Նորքի վարչական շրջանում ավտոմեքենաները երթևեկել են կիսով չափ ջրի տակ անցած։ Նույն վիճակն է եղել նաև Արշակունյաց պողոտայում։ Հորդառատ անձրևները իսկական պատուհաս են դարձել մայրաքաղաքի բնակիչների համար։ Վրա երթ է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում, քաղաքացին փողոցը փորձել է անցնել հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 7-ի առավոտյան հատուկ միջոցառում է իրականացրել Վաղարշապատի ոստիկանության բաժնում։ 9 ոստիկան է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնում է, որ միջոցառումն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու եւ այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի 2 գլխավոր տեսուչները իրենց լիազորությունները օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշված անձի օգտին անգործություն կատարելու համար խմբի կազմում նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։ Հայտնել են կոմիտեից, մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք հայտնաբերված խախտումների պայմաններում չեն կասեցրել մսի իրացումը եւ հետագա ոչնչացման նպատակով այն չեն առգրավել, ինչպես նաև չեն կազմել խախտում թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություններ։ Վնուկովո եւ Դոմոդեդովո օդանավակայաններում թռիչքները հետաձգվել են ուկրաինական դրոնների հարվածների վտանգի պատճառով։ Հայտնել է Ռոսավիացիան, սահմանափակումները ուժի մեջ են մտել մայիսի 6-ից։ Ժուկովսկի օդանավակայանում եւս սահմանափակումներ են գործում։ Ընդհանուր առմամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի 11 շրջաններում, հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Ռուսաստանը եւ Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն կողմերից յուրաքանչյուրը հանձնել է 205 մարդու։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդման փոխանակում իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ փոխանակումը կատարվել է 205-205-ի դիմաց սխեմայի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն ուղղված է այդ տարածաշրջանում անկայունության գոտի ստեղծելուն։ Այս մասին Ինտերֆաքսին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, նշելով, որ ապրիլի 28-ից Վրաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի մասնակցությամբ հերթական հրամանատարամասշտաբային զորավարժությունները։ Զախարովան շեշտել է, թե դրանց մասնակցում են ռազմական բլոկի գործընկեր 17 երկրներ, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, եւ եզրակացրել է այսպիսով դաշինքը շարունակում է Հարավային Կովկասի հանրապետությունները իր ազդեցության ուղեցիր ներքաշելու ընթացքը։ Հնդկաստան-Պակիստան սահմանին լարվածությունը ավելանում է, կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Հնդկաստանի բանակը հայտարարել է Սինդուր գործողության մեկնարկի մասին, որի թիրախում Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են։ Հնդկական կողմը հարվածներ է հասցրել Պակիստանի 9 օբյեկտի, ի պատասխան Իսլամաբադը 48 ժամով փակել է օդային տարածքը, ինչպես նաև պատասխան հրթիռային արձակումներ իրականացրել Հնդկաստանի թիրախների ուղղությամբ։ Պակիստանի բանակը հայտարարել է, որ հնդկական զորքերի հարվածների հետևանքով առնվազն 8 խաղաղ բնակիչ է մահացել, 35-ը վիրավորվել։ Հնդկական կողմն իր հերթին նշել է 3 բնակչի մահվան մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարեցնի Եմենի հութիների վրա հարձակումները, քանի որ խմբավորումը կապիտուլացվել է։ Օմանն էլ հաստատել է, որ Իրանի կողմից աջակցվող խմբի հետ հրադադար է ձեռք բերվել, որպեսզի այն դադարեցնի Կարմիր ծովում նավերի թիրախավորումը, գրել է BBC-ն։ Ամերիկյան վարչակազմը շփումներ կունենա Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարության հետ երկկողմ հակամարտության կարգավորման նպատակով։ X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ընդգծել է, որ ուշադրությամբ հետևում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև վիճակին։ Պետքարտուղարի խոսքով Ամերիկան կշարունակի գործակցել Հնդկաստանի եւ Պակիստանի ղեկավարության հետ խաղաղ կարգավորում փնտրելով։ Վատիկանում մեկնարկած կոնկլավը ընտրելու է Հռոմի 267-րդ քահանայապետին։ Կաթոլիկ եկեղեցում սահմանված արարողակարգի համաձայն Պոնտիֆիկոսի ընտրությանը մասնակցում են ձայնի իրավունք ունեցող բոլոր 133 կարդինալները։ Հռոմի պապի ընտրությունից առաջ Վատիկան են ժամանել ու միաբանության աշխատանքներին մասնակցել կարդինալների կոլեգիայի 179 անդամներ։ Սահմանված կարգի համաձայն ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն 80 տարին չբոլորած հիերարխները։
Հյուսիսային Կորեան 15,000 աշխատանքային միգրանտ է ուղարկել Ռուսաստան, տեղեկացրել է The Wall Street Journal-ը։ Պարբերականը հողում անելով հարավկորեական հետախուզությանը նշում է, որ Կիմ Չեն Ինը հերթական նվերն է արել Վլադիմիր Պուտինին, միգրանտներին ուղարկելով Ռուսաստան, այդ երկրում աշխատուժի պակասի պայմաններում։ Նշվում է, որ աշխատանքային միգրանտներից շատերը Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ուսանողական վիզաներով։ Պարբերականը հայտնում է, որ տեղացի գործատուները գնահատում են հյուսիսկորեացիներին ցածր աշխատավարձի դիմաց օրական 12 ժամ աշխատելու պատրաստակամության համար։ Ավելի քան 9 ամիս Ադրբեջանը արցախցիներին պահեց բլոկադայի մեջ, զրկելով նրանց կենսական կարևորության նշանակության պայմաններից։ Այդ երկիրը Արցախում էթնիկ զտում իրականացրեց, իսկ արցախահայերի տեղահանման ժամանակ անտեսեց նրանց անվտանգությունը։ Amnesty International միջազգային կազմակերպությունն է նման գնահատականներ տվել Ադրբեջանի կողմից իրականացված այս գործողություններին իր ամենամյա զեկույցում։ Եթե մենք իրավական տեսանկյունից նայենք, միջազգային կազմակերպությունների զեկույցները ավելի շատ կարող են քաղաքական ազդեցություն ունենալ պետությունների վրա, քան իրավական։ Եթե միջազգային կազմակերպությունները արձանագրում են մարդու իրավունքների խախտում պետությունների կողմից որոշակի ոչ իրավական վարքագծի դրսևորում, դա հետագայում բացի քաղաքական ազդեցությունից կարող է նաև իրավական առումով ազդեցություն ունենալ այնքանով, եթե դու կարողանաս միջազգային դատական ատյաններում դա ներկայացնել որպես նաև փորձագիտական կարծիք, նաև որպես միջազգային կառույցների կողմից ամրագրված խախտումներ։ ԵԽԽՎ-ն ևս դատապարտել էր 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, ընդգծել, որ Արցախից ավելի քան 100,000 մարդու անվտանգ եւ արժանապատիվ տեղահանումը վերադարձի իրավունքն անտեսվել են։ Շատ դժվար է միջազգային կազմակերպությունների կողմից սանկցիաների կիրառումը պետությունների նկատմամբ առհասարակ եւ իրավական եւ քաղաքական սանկցիաների կիրառումն էլ այսօր, ինչպես մենք տեսնում ենք, այդքան արդյունավետ չի կոնֆլիկտների կարգավորման հարցում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նույնիսկ ժամանակավորապես չի ակրեդիտացրել Ադրբեջանի պատվիրակությանը նախորդ տարի մինչև հունվար 23 թվականի սեպտեմբերյան դեպքերը հաշվի առնելով, բայց դա գործնական առումով մեծ ազդեցություն չի ունեցել, հատկապես մեր տեսանկյունից խնդիրների լուծմանը։ Amnesty International կազմակերպության զեկույցի հեղինակները անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Զեկույցում նշվում է, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց արձանագրվել է օգոստոսին, երբ Ադրբեջանը համաձայնեց այդ բանակցությունների օրակարգից հեռացնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին պահանջը։ Ադրբեջանը հիմա նոր պահանջներ եւ պայմաններ է ներկայացնում Հայաստանին, մասնավորապես, որ Հայաստանը իր սահմանադրությունում փոփոխություններ կատարի եւ փաստաթղթից հեռացնի Արցախի հետ միավորման մասին հղումները։ Բաքվի հետ սահմանազատման վերաբերյալ համաձայնության հետևանքով Տավուշի մարզի 4 գյուղեր մնացել են ադրբեջանական կողմում։ Amnesty International-ը զեկույցում նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ շարունակվող վեճերը ավելի բարդացրին վերջնական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը։ ԿՊԱ-ականներն են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27 տարեկանից դարձնել 37։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակները հիմնավորման մեջ նշում են, որ նպատակ են դրել այս կերպ մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել նաև մեծաթիվ քաղաքացիների մինչև 37 տարեկան լրանալը հետախուզման մեջ մնալը։ Ամենայն հավանականությամբ հրապարակավ իրենք ասելու են հաշվի առնելով մեր զորակոչային պոտենցիալի ոչ բարվոք լինելը, այն մարտական խնդրի առջև, որ զինված ուժերը եւ գերագույն հրամանատարը կարող են դնել կամ գլխավոր շտաբը, չի բավարարում։ Դա համար տարիքային շեմը բարձրացնում ենք, որովհետեւ զորակոչվածների քանակը, պայթազորում գտնողների քանակը ավելի մեծ լինի։ Ռազմական ոլորտի մասնագետները մյուս կողմից էլ կարծում են, որ այս նախագիծը կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Զորակոչային տարիքի քաղաքացիների համար սա կարող է արտագաղթի պատուհան դառնալ։ Մինչև 27 տարեկանի դեպքում էին շատերը լքում երկիրը, այս դեպքում էլ արտասահմանում կսպասեն, որ 37-ը լրանա։ Ինքը հակառակ էֆեկտը կարող է տա։ Ես չեմ բացառում, որ ուղղակի մեր երկրի քաղաքացիները առավելագույն ձգտեն, որպեսզի իրենց զավակները Հայաստանից դուրս գան մինչև 37 տարեկան Հայաստան չգանել։ ԿՊԱ-ականները նախաձեռնել էին նաև զինվորական ծառայությունից ազատվելու համար ֆինանսական փոխհատուցում բարձրացնել վճարի շեմը, այն արդեն ուժի մեջ է մտել։
Բավականին խիստ դեմ եմ եղել այդ վճարների հետ պահով։ Պատերազմող երկում իսկ մենք պատերազմող երկիր ենք, քանի որ դեռևս այսպես կոչված խաղաղության պայմանագրել կնքված չի։ Չի կարելի ծառայությունը եւ չծառայելը փոխհատուցել գումարով։ Սա ուղղակիորեն աղքատների կամ բանվորների եւ գյուղացիների բանակ սարքելու կամ ստեղծելու հստակ միտում ունի։ Այսինքն ով գումար ունի տալիս է չի ծառայում, իր զավակը ով գումար չունի ծառայում է։ Դուք պատկերացնում եք ինչպիսի լարումներ են առաջանալու։ Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Ահա այսքան գումար են վճարում 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած Հայաստանի քաղաքացիները քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ Ջեֆ Բեզոսը եւ Լորենս Սանչեսը ըստ լուրերի վարձել են 2 համաշխարհային սուպերաստղերի իրենց առաջիկա հարսանիքին ելույթ ունենալու համար, սակայն մի քանի աղբյուրներ Page Six-ին հայտնել են, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Amazon-ի հիմնադիրը եւ նրա հարսնացուն հրավիրել են Lady Gaga-ին եւ Elton John-ին երկելու Վենետիկում կայանալիք իրենց հարսանիքին, այս մասին գրել էր Daily Mail-ը։ Նշենք, որ շքեղ հարսանեկան տոնակատարությունները տեղի են ունենալու 3 օր՝ հունիսի 24-ից 26-ը։ Իտալիայի սիրտը բաբախում է սև եւ կապույտ գույներով գրել է Միլանի Ինտեր ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Մենք ամեն ինչ տվեցինք, մենք հավատացինք մինչև վերջ, միասնական որպես մեկ թիմ, մեր երկրպագուների հետ միասին, ովքեր մեզ առաջ էին մղում ամեն վայրկյան։ Սրանք անհավանական զգացողություններ են, գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, Ինտերը Չեմպիոնների լիգայի եզրափակում է։ Ամերիկյան Apple ընկերությունը մոտակա տարիներին iPhone սմարթֆոնի արտադրությունն ամբողջությամբ կտեղափոխի Հնդկաստան։ Այս մասին հայտարարել է Հարավասիական Հանրապետության կապի նախարարը Նյու Դելիում կայացած համաժողովում։ Apple-ը որոշել է առաջիկա տարիներին իր բոլոր բջջային հեռախոսներն արտադրել Հնդկաստանում։ Երբ ներդրումներ եք կատարում Հնդկաստանում, դուք ընտրում եք մատչելիությունը, ասել է Հանրապետության կապի նախարար Սինդիան նաև ընդգծել է, որ iPhone-ի արտադրության ամբողջ գիծը Հնդկաստան տեղափոխելը խելացի տնտեսական որոշում է։